Nasıl Karabağ girdiysek. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, դուք դիտում եք Իրական Թուրքիա նախագիծը։ Երբ Սարդարապետի հուշահամալիրում մայիսի 28-ի Փաշինյանի ելույթում ոչ մի խոսք չի հնչում այն մասին, թե ում հաղթեցին հայերը մայիսյան հերոսամարտերում, ինչ էին անում թուրքերը հայերի հետ մինչև այդ հաղթանակը, ինչ էին ծրագրում անել, եթե պարտադրված չլինեին կանգ առնել, ով է Քազմ Քարաբեքիրը, որին Էրդողանն ու այսօրվա Թուրքիան փառաբանում են, եւ փոխարենը Թուրքիայի մասին միայն հայտարարվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն, նշանակում է ուղերձ Թուրքիային։ Երբ նույն ելույթում նշվում է, թե այժմ Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ են իրականացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար, պատերազմ չի լինելու է խաղաղություն, նշանակում է ուղերձ Ադրբեջանի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները եւ մեթոդները հայտնի են, Փաշինյանի ուղերձների վերջը նույնպես։ Թուրքիայից եւ Ադրբեջանից առաջ սրանք ուղերձներ են Հայաստանի քաղաքացիներին եւ այստեղ է, որ կարող է փոփոխություն լինել։ Եվ ճիշտ նույն օրը, մայիսի 28-ին Թուրքիան եւ Ադրբեջանը ուղերձներ էին հղում Փաշինյանին եւ հայերին Արցախի հանրապետության օկուպացված տարածքից։ Իրական Թուրքիայի այս թողարկմանը դիտեք։ Սյունիքին շատ մոտ պանթյուրքիզմը պտտել է Էրդողանի գլուխը, Ալլահի կամքով Ադրբեջանը գնայի ավելի հեռու հորիզոնների։ Sen benimsen, Azerbaycan, Azerbaycan. Էրդողանի Ադրբեջան դու իմն ես ֆրազին Ալիևի պատասխանը զինյալ քրդերի հիշատակում։ Հեյդար Ալիևը Թուրքիայի թշնամի քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիրն էր։ Türkiye'nin terörçülükle mübarize istiqamətində. Էրդողանից հետո հիմա էլ Էրդողանի մրցակից ընդդիմադիրներն են Թալիաթ փառաբանում, Թալիաթի նոր հուշատախտակ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Talatpaşa Bulvarı üzerinde Հայաստանի ատոմակայանը փակելու նոր պահանջ Թուրքիայից եւ նորից մեջտեղում Թուրքիայի ընդդիմությունն է։ Ermenistan Çernobil ve Fukushima olmadan Metsamor nükleer santralini kapatın. Եվ վերջում հարցազրույց այսօր Բրիգիտ Քոֆլեր-Բետշարդ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ, այժմ Նեմեսիսի եւ հայ վրիժառուների մասին գրքի հեղինակ։ Մարդկության դեմ կատարված հանցագործության ժխտումն ու լռությունը վտանգավոր են այն առումով, որ հեշտությամբ կարող են հիմք հանդիսանալ նոր բռնության համար եւ իրականում լավ հիմք չեն խաղաղության համար։ If you deny it, if you forget about it, this is not a good basis for future peace. Եվ այսպես Սյունիքին շատ մոտ Արցախի հանրապետության օկուպացված տարածքում Բերձոր Լաչինում մայիսի 28-ի առավոտյան վայրեջք կատարեց Թուրքիայի նախագահի օդանավը։ Իհարկե հայտնի զույգի գրկախառնության նոր տեսարան կա։ Այս երկուսը բացեցին Արցախի փոքր տարածքում երրորդ օդակայանը եւ սա ըստ տարածաշրջանին հետևող ռազմական փորձագետների նշանակում է ռազմական հարձակողական պոտենցիալի կառուցում։ Այստեղ հավելում են Էրդողանի առաջին հայտարարությունն այս այցի ընթացքում, որը տեսանյութերում չի լսվում, բայց նշված է Թուրքիայի նախագահականի տարածած տեքստում, Ալլահի կամքով Ադրբեջանը կնայի ավելի լայն հորիզոնների։ Այդ որ հորիզոններին է Էրդողանն ուզում, որ Ադրբեջանը նայի, երեք օդակայանների գլխավոր թիրախը գուցե Իրանն է։ Մանավանդ որ Էրդողանն ուղերձ փոխանցեց նաև Իրանին այդ մասին վայրկյաններ անց, բայց Հայաստանի տարածքը եւ մանավանդ այս փուլում Սյունիքը եւս անկասկած Էրդողանի ցանկացած հորիզոնն է։ Եվ երբ Վաշինգտոնից Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարում է, որ փորձում են կանխել Ադրբեջանի ներխուժումը Հայաստան, Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ հավելում է, որ Սյունիքի շուրջ է լարվածությունը պահպանվում, իրականությունը տեսնել այլևս աշխարհաքաղաքական նախընտրության հարց չէ։ Արևմտամետ կամ ռուսամետ պիտակներն էլ ավելորդ են դառնում։ Մանավանդ որ այդ իրականությունը պարտավոր ենք տեսնել ահա այսպիսի մշուշի հետևից։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանը սա հայտարարում էր ճիշտ այն օրը, երբ Արցախի օկուպացիային մասնակցած 3 պետությունների առաջնորդները ցնծում էին Արցախի տարածքում։ Ալիևը որպես Արցախում Էրդողանի նահանգապետ, նրան եւ Հայաստանի անկախությունն իսկ չճանաչած Պակիստանի վարչապետին ներկայացնում էր կատարված շինարարական աշխատանքները։ Էրդողանն էլ գլուխն այնքան էր կորցրել, որ անգամ բանաստեղծություն արտասանեց, ու եթե սովորական ադրբեջանցիների սիրտն այդ բանաստեղծությունը հալեցրել է, Բաքվի պարագլխի համար Էրդողանի դասն էր։ Էրդողանը նրան բացատրեց, թե ում է պատկանում Ադրբեջանը։ El bilir ki sen
menimsen. Աշխարհը գիտի, որ դու իմն ես, իմ երկիրը, իմ բույնը, իմ բնակավայրը, իմ մայր, իմ հայրենի հողը։ Միթե սիրտը կարող է բաժանվել հոգուց։ Ադրբեջան, Ադրբեջան։ Mı Könül candan Azerbaycan, Azerbaycan. Սրանից վայրկյաններ առաջ դիտավորությամբ Շուշին կոչեց ադրբեջանական քաղաք, որի համար թուրքերի սիրտը հուզվում է։ Bakü'den Gence'ye, Şuşa'dan Nahçıvan'a Բաքվից Գյանջա, Շուշիից Նախիջևան, Ադրբեջանի 4 կողմում մեր եղբայրներին ուզում են փոխանցել 86 միլիոնի ողջույնները։ öncelikle sizlere Can Azerbaycan deyince iki devlet Որոնց ծրտերը հուզվում են, երբ լսում են մեկ ազգ երկու պետություն բառերը։ Հիմա արդեն մեկ ազգ երեք պետություն։ iletmek istiyorum. Şimdi buradaki tabloda 3 devlet, evet, tek millet. Սա նաև այն դրվագն է, երբ մեկ ազգ երկու պետությունը Էրդողանը դարձրեց մեկ ազգ երեք պետություն, երբ Թուրքիայի նախագահը կտրեց պանթյուրքիզմի և իրականության կապը։ Աշխարհաքաղաքական երևակայության ավելցուկից, թե թյուրքական աշխարհի առաջնորդի իր առաքելության խորը համոզմունքից ելնելով Էրդողանը Պակիստանը ներառեց այդ մեկ ազգի մեջ։ Բայց կա մի խնդիր։ Պակիստանի տարածքի ժողովուրդները մեղմ ասած բավական հեռու են թուրքական ինքնությունից։ Այս հնարքը Էրդողանն արդեն կիրառել էր Աֆղանստանում, երբ թալիբների իշխանության գալով առաջարկել էր իր օգնությունը նոր Աֆղանստանը կառուցելու հարցում, իսլամական աշխարհում Թուրքիայի դերի սոուսով, բայց թալիբները նրան քաղաքավարի գրողի ծոցն էին ուղարկել։ Հիմա ում դեմ են գործում այս երեք պետությունները, ում դեմ է այս երեքի միասնությունը։ Հայաստան, Հունաստան, Հնդկաստան, Եռյակն արագ ու առաջինը ձևավորեց տրամաբանությունը։ Լեոնիդաս Քրիսանթոպուլոսը, Հայաստանում Հունաստանի առաջին դեսպանը, որի հարցազրույցը իրական Թուրքիա նախագծին կարող եք գտնել Alpha News համահայկական լրատվացանցի YouTube-ի ալիքում, Էրդողանի հայտարարությունից հետո հարցրեց. իսկ ինչու չի ձևավորվում Հայաստան, Հունաստան, Հնդկաստան եռյակը։ Բայց այն իհարկե միակ թիրախը չէ։ Երբ Էրդողանը հեռանում էր Արցախից, պահպանելով ավանդույթը, հարցազրույց է տվել օդակայանում իրեն ուղեկցող լրագրողներին։ Այս հարցազրույցներից տեսանյութեր չեն լինում։ Հարցազրույցի պաշտոնական սղագրության տեքստում նշված է, որ Էրդողանն ասել է. գոհ է, որ հորիզոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն է երևում։ Այդ գործընթացին մանրամասն հետևում է, անհրաժեշտ ներդրումն էլ կատարում է։ Ապահովելիք խաղաղությունն Ադրբեջանի, Հայաստանի եւ մեր երկրի համար եւս արժեքավոր է լինելու, ասել է Էրդողանը։ Թե ինչու է այդ խաղաղություն կոչվածն արժեքավոր լինելու Թուրքիայի համար Էրդողանը բաց հայտարարել է մեկ շաբաթ առաջ։ Türk dünyamız için stratejik önemi haiz Kafkaslar'da yaşanan gelişmeleri yakından takip ediyoruz. Can Azerbaycan'ın Ermenistan'la barış anlaşması üzerinde Թուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք։ Ուրախ ենք, որ Can Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ İki ülke arasında kalıcı barış tesis edilebildiği takdirde bu durum şüphesiz Türk dünyamız için birçok fırsatı da beraberinde getirecektir. Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը անկասկած բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը, իմ սիրելի եղբայր Ալիևը, պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ։ Օկուպացված Արցախից վերադարձի ճանապարհին Էրդողանն ասել է. Զանգեզուրի անցումը Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն ուղի է դեպի Թուրքիա եւ թուրքական աշխարհ։ Մենք ակնկալում ենք, որ հարևան Իրանը եւս կաջակցի տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը եւ զարգացմանը նպաստող այս քայլերին, ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունից 3 հետևություն Իրանը դեռ դիմադրում է։ Փաշինյանին զիջել են միայն Զանգեզուրի Միջանցք եզրը, այն էլ միայն Էրդողանի ձևակերպումներում, որովհետեւ թուրքական պետական կառույցները եւ մեդիան հենց Էրդողանի այս հայտարարությունը ներկայացնելիս օգտագործում են Միջանցք եզրը։ Էրդողանը չի գործածում Միջանցք բառը, բայց Հայաստանի տարածքը թուրքական Միջանցքի վերածելու եւ Թուրքիան եւ թուրքական աշխարհը կապելու պլանը իհարկե էրդողանական առաջնահերթություն է։ Եվ երրորդը, խաղաղության մասին խոսում են Փաշինյանը եւ Էրդողանը։ Միայն թե Էրդողանը պարզ հայտարարում է, թե ինչ միջանցքային գնով է լինելու այդ խաղաղությունը, Ալիևին ունենալով որպես պլան B։ Եռացող
տարածաշրջանում հանուն շահերի եւ նախընտրությունների կրկնվող անպատասխանատու ֆրազով, թե պատերազմ չի լինելու է խաղաղություն, պատերազմը բացառելը նշանակում է Հայաստանի քաղաքացիներին թողնել անպատրաստ այն արհավիրքի առաջ, որի մեջ հնարավոր է հայտնվենք։ Նշանակում է Հայաստանի քաղաքացիներին պահել թմբիրի մեջ ու բերել անակնկալի, ինչպես եղավ հաղթելու ենք ֆրազի վերջում։ Հետևաբար, որքան էլ ծանր լինի ընդունելը, ոչ Արցախը տալով ենք հանգիստ ապրում, սա եւս 3 տասնամյակ Հայաստանում իրագործված քարոզչություն էր նույն թմբիրի տրամաբանությամբ, ոչ էլ Սյունիքը տալով հանգիստ կապրենք։ Հարցն այն է, կկարողանանք Սյունիքում կանգնեցնել Հայաստան մտած թշնամուն, թե մեր սարդարապատը Արցախն էր։ Էրդողանի Արցախ այցից մի դրվագ մանավանդ հայկական մեդիայում ուշադրության չարժանացավ, բայց ունի խորքային կարևորություն։ Իլհամ Ալիևը խոսել է քրդերի մասին։ Էրդողանը քրդերի հետ հարաբերությունների նոր փուլ է սկսել եւ Թուրքիայի դեմ կռվող քրդերը քրդական աշխատավորական կուսակցությունը համաձայնել են զենքը վայր դնել, ինքնալուծարվել։ Էրդողանն իր այս պլանը կոչում է առանց ահաբեկչության Թուրքիա։ Թե ինչպես կավարտվի թուրք-քրդական հակամարտության այս փուլը ցույց կտա ժամանակը։ Մինչև այդ Ալիևն է խոսել առանց ահաբեկչության Թուրքիայի կարևորության մասին։ Türkiye'nin terörçülükle mübarize istikametinde elde ettiği uğurlar bizi ürəkdən sevindirir։ Մենք խորապես ուրախ ենք ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի հաջողություններով։ Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական խմբավորման ինքնալուծարման եւ զինաթափման որոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդության եւ վճռականության, ինչպես նաեւ թուրքական պետության ուժի հստակ ցուցադրություն է։ Այս պատմական իրադարձությունը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ հանգստության համար։ Մենք կրկին շնորհավորում ենք եղբայրական Թուրքիային այս իրադարձության կապակցությամբ։ Բայց խնդիրն այն է, թե ինչու Ալիևը որոշեց խոսել այս մասին։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում ժամանակին բավական լայն ճանաչում ունեցող քաղաքագետ Ֆարման Դամիր Քոլը 2002 թվականին Ստամբուլում հրատարակում է իր բռնապետները չեն քնում գիրքը, որտեղ պնդում է, որ Քրդստանի բանվորական կուսակցության ստեղծման ակունքներում կանգնած է Հեյդար Ալիևը։ Ավելին գրքում մեջբերված է մի հատված Օջալանի դատավարությունից, որտեղ քուրդ զինյալների կողմից ոչնչացված թուրք ոստիկաններից մեկի մայրը հարց է տալիս Օջալանին, թե Ադրբեջանից ովքեր են ամենաշատը օգնում քրդական բանվորական կուսակցությանը եւ թե ինչքանով քրդական բանվորական կուսակցությունը կապ ունի Հեյդար Ալիևի հետ։ Օջալանը հարցին ուղիղ չի պատասխանում, սակայն հայտարարում է, որպես քրդական բանվորական կուսակցություն մեր ամենաուժեղ կառույցը հենց Ադրբեջանում է։ Սա Թուրքիա եւ թուրքական նախագիծ Ադրբեջան հարաբերությունների բազմաշերտ խնդիրների, Ադրբեջանի Թուրքիայից ինքնիշխան լինելու հավակնության մասին էր։ Որպես ժամանակակից դրսևորում հիշենք Բաքվի դիմադրությունը, երբ Էրդողանը Արցախում կատարվածը վերագրեց նաեւ իրեն։ Ցեղասպանից հերոս չեք ստանա, ինչքան էլ զոռեք։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Թալիաթի անունը կրող հրապարակում հիմա էլ հուշատախտակ են բացել նրա պատվին։ Եվ սա կատարվել է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի կողմից։ Յավաշը ոչ միայն ընդդիմադիր է, այլև ներկայացնում է Թալիաթներից հետո իշխանության եկած Աթաթյուրքի հիմնած կուսակցությունը եւ համարվում է Թուրքիայի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը, որը իրական հնարավորություն ունի տապալել Էրդողանին ու վերցնել իշխանությունը Թուրքիայում։ Bir başka önemli çalışmaya daha hayata geçirdik. Ankara'mızda Talat Paşa Մենք հուշարձան տեղադրեցինք Անկարայի Թալիաթ Փաշա պողոտայում Միություն եւ առաջադիմություն կոմիտեի առաջատար դեմքերից մեկի Թալիաթ Փաշայի հիշատակը վառ պահելու համար։ Վառ պահելու համար ծառայության ընթացքում հարձակումների հետևանքով զոհված դիվանագետների հիշատակը։ Cumhuriyet döneminde yurt dışında şehit edilen diplomatlarınızı unutmamak Թուրք պատմաբան Թաներ Ակչամը, որի հարցազրույցը իրական Թուրքիա նախագծին կարող եք գտնել Alpha News համահայկական լրատվացանցի YouTube-ի ալիքում, անդրադառնալով այս քայլին Facebook-ի իր էջում գրել է. Սա շատ կարևոր է, քանի որ այս ցանցը կարող է ՋՀՊ-ի կողմից առաջադրվել որպես նախագահի թեկնածու ընդդեմ Էրդողանի։ ՋՀՊ-ն քեմալականների գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է։ Նրանք կասեն, եթե ուզում եք ազատվել Էրդողանից, ընտրեք այս մարդուն, որը գովաբանում է Թալիաթ Փաշային։ Կա հնարավորություն, որ ՋՀՊ-ն սա կասի։ Մենք կարող ենք սա անվանել օրվա կատակ, բայց ավելի կարևոր է, որ սա
Թուրքիայի իրականությունն է։ Նրանք կխնդրեն մեզ քվեարկել այս մարդու օգտին, որը հայտարարում է, որ հուշարձան է կանգնեցրել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական, հունական եւ ասորական ծագում ունեցող օսմանյան քաղաքացիների ոչնչացման եւ բռնի աքսորի ձուլման եւ ցեղասպանության քաղաքականության ճարտարապետի համար։ Նույն անձը անցյալ ամիս չհապաղեց վիրավորել քրդերին եւ մեղադրել նրանց կեղտոտ դրոշներ ծածանելու մեջ, ապա ստացած արձագանքի պատճառով ասաց. «Մեր քուրդ քաղաքացիները մեր աչքի լույսն են, ինչպես այս հողերը ստեղծած յուրաքանչյուր այլ քաղաքացի»։ Շատ պարզ է, որ նա նույն ներողությունը չի խնդրի հայերից, հույներից եւ ասորիներից, քանի որ նրանց թիվը ոչինչ չի նշանակում ընտրությունների համար։ Քրդերինը նշանակում է։ Բայց ես գիտեմ, որ քրդերը նույնպես կուշտ են եւ նման ներողություններով չեն խաբվի։ Մանսուր Յավաշը, որը դիրքավորվում է որպես Էրդողանին այլընտրանք, քաղաքական նախընտրական հաշվարկների փորձով դեռ շատ պետք է քայլի Էրդողանին հասնելու համար։ Փաստ է միայն, որ Թալյաթին փառավորելու ակտը ազգայնամոլների քվեն ստանալու միտումով էր, միաժամանակ թափանցիկ ցույց տալով քեմալականների մութ էջերը։ Օրինակ այն մեկը, թե այսօրվա Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հիմնած Թուրքիան պատասխանատու չէ հայոց ցեղասպանության համար, մինչդեռ ցեղասպանության կազմակերպիչները կայսրությունից սահուն անցում կատարեցին հենց Քեմալի, այսօրվա Թուրքիայի թևի տակ։ Արդյունքում Էրդողանից հետո հիմա էլ Էրդողանի մրցակիցներն են Թալյաթ փառաբանում եւ սա այն իրական Թուրքիան է, որի առաջ կանգնած են հայերը։ Ստամբուլի քաղաքապետը, որին Էրդողանը բանտ է նետել, Թալյաթին փառաբանող այս նույն քեմալական կուսակցությունից է։ Թուրքիայում իշխանության համար պայքարի մեջ մտած ընդդիմությունը որոշել է օգտագործել ազգայնականության գործիքը նաև Հայաստանի դեմ ուղղված քայլերով։ Հայտնի է, որ Թուրքիան հետևողական կերպով պնդում է, որ Հայաստանը պետք է փակի Մեծամորի ատոմակայանը։ Իգդիրում հերթական ակցիան են կազմակերպել նույն պահանջով, բայց ամենաուշագրավն այն է, թե ինչպես ենք իմանում այս ակցիայի մասին։ Ամենահայտնի թուրքական լրատվամիջոցը, որը գրում է բնապահպանական կազմակերպությունների կոչը Հայաստանին փակեք Մեծամորի ատոմակայանը, Cumhuriyet'ն է, քեմալականների խոսափողը եւ կա մեկ տեսանյութ։ Deprem bölgesinde bulunduğu ve Ermenistan'ın komşuları olan Türkiye երկրաշարժների գոտում գտնվելով եւ Հայաստանի հարևանների Թուրքիայի, Նախիջևանի եւ Ադրբեջանի բնակիչների համար է վտանգավոր։ Մեծամորի ատոմակայանը հատկապես Իգդիրի նահանգի şրջակա միջավայրին եւ մարդկային առողջության վրա բացասական է ազդում։ Nükleerlerle ilgili bütün uluslararası kurumlara ve Ermenistan hükümetine sesleniyoruz. Ermenistan, Çernobil ve Fukushima olmadan Metsamor nükleer santralini kapatın. Դիմում ենք ատոմակայաններով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին եւ Հայաստանի կառավարությանը։ Փակեք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը չի դարձել Չեռնոբիլ եւ Ֆուկուսիմա։ Այս կայանի փակման համար մեր երկրի համապատասխան մարմիններն անհապաղ պետք է գործի անցնեն։ Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ Մեծամորի ատոմակայանը չի փակվել։ Բնապահպանությունը տերորի գործիք է թուրք-ադրբեջանական զույգի ձեռքում, հատկապես Հայաստանի դեմ։ Լաչինի միջանցքը փակելուց մինչև Կերասխի գործարանի դեպքը։ Մեծամորը միայն ատոմակայան չէ, Հայաստանի էներգետիկ անվտանգության, ազգային անվտանգության եւ այս տարածաշրջանում գոյատևելու մասին է։ Այնպես որ մի քանի թուրք բնապահպանների այս ակցիան եւս ոչ թե անվտանգության, այլ հայտնի սցենարով ռազմավարության մասին է։ 2 տարի առաջ օրինակ Թուրքիայում զորավարժություն էին արել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով։ Դեռ 2012-ին Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է անհապաղ փակի Մեծամորի վտանգավոր ատոմակայանը, բայց իհարկե նրա փորացավը անվտանգությունը չէր եւ նրանից առաջել էին Անկարայից պահանջել փակել ատոմակայանը, որը փակեցին 89-ին, 88-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, սակայն վերաբացեցին 1995 թվականի հոկտեմբերի 27-ին հնարավորություն տալով դիմակայել Թուրքիայի շրջափակման պայմաններում։ Շրջափակումը շարունակվում է նաև այսօր, թեև պաշտոնական պատճառը Արցախը օկուպացված է։ Ավելին անգամ Թուրքիայի ամենաանիրատեսական երազանքն է իրագործված։ Փաշինյանը միացել է Էրդողանին ու հայտարարում է, թե ցեղասպանության մասով դեռ պետք է հասկանալ ինչ է եղել եւ ինչու։ Սա ցույց է, որ Թուրքիայի նպատակը հայերի շուրջ օղակը սեղմելն է, ոչ թե հնարավորություն տալը, որ Թուրքիայի սահմանն օգտագործելով հայկական պետությունը զարգանա։ Թուրքիային պետք է ոչ թե Հայաստանը, այն էլ զարգացող, այլ Հայաստանի տարածքը։ Այս երկուսը պետք է հստակ տարանջատել, որքան էլ դժվար լինի։ Եվ այս ամենին փաստացի դեմ չեմ միանալ Թուրքիայի ընդդիմությունը, որն իշխանությունը վերցնելու պոտենցիալ ունի։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Բրիգիտ Քոֆլեր-Բետշարդ։
Լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Ավստրիայից, հիմա արդեն նաև Նեմեսիսի մասին «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հեղինակ։ Գիրքը թարգմանել եւ ներկայացվել է նաև հայերեն, ինչի առիթով հեղինակը Հայաստանում էր։ Նրան հյուրընկալել ենք նաև մեր տաղավարում եւ հարցրել Նեմեսիսի պատճառների, այսօրվա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Ինչ է պատահում, երբ ցեղասպանության նման հսկայական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության մեղավորները կարողանում են անպատիժ մնալ։ Ինչպես են զոհերը ապրում այդ գիտակցումով, բայց նաև ինչ է դա նշանակում միջազգային հանրության համար։ Մարդկության դեմ կատարված հանցագործության ժխտումը եւ լռությունը վտանգավոր են, այն առումով, որ հեշտությամբ կարող են հիմք հանդիսանալ նոր բռնության համար եւ իրականում լավ հիմք չեն խաղաղության համար, նկատեց Բրիջիտ Քոֆլեր Պետշարթը։ Բարի գալուստ մեր տաղավար եւ Հայաստան, շնորհակալություն այս հարցազրույցի հրավերն ընդունելու համար եւ այսպես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Ձեր գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվեց օրեր առաջ շնորհանդեսներ եւ ինձ բազմաթիվ դրական կարծիքներ են փոխանցել այն մասին, որ բազմամարդ էր, հետաքրքրություն կար։ Խնդրում եմ հիմա դուք ներկայացնեք շնորհանդեսից ձեր տպավորությունները, ինչպես անցավ, ովքեր էին մասնակցում, որովհետեւ սա գիրք էր Նեմեսիսի հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժի ենթարկելու մասին։ Հետաքրքրված էին հայերն այսպիսի գրքով, այնուհետև կխոսենք հենց գրքի մասին։ Yeah, I was really overwhelmed at the presentation at the Genocide Museum Institute because Այո, իսկապես ապշած էի, քանի որ Ցեղասպանության թանգարանն ինստիտուտում կայացած շնորհանդեսին մարդկանց մեծ բազմություն էր ներկա, եւ զարմացած էի այդ հսկայական հետաքրքրությունից, ապշած, զարմացած եւ ոգևորված։ Հատկապես հուզիչ էր, որ ներկա էին Նեմեսիս գործողությանը մասնակցած, Նեմեսիսն իրագործած հայերի ժառանգները։ Նրանց բոլորին հանդիպելը հուզիչ էր եւ զգացմունքային։ Ուրախ եմ, որ կար այս հետաքրքրությունը, քանի որ սկզբնապես գիրքը գրել էի գերմաներեն եւ գերմանախոս ընթերցողների համար։ Զարմացա ու անկեղծ ասած հուզվեցի, որ գիրքը հետաքրքրել է ընթերցողներին նաեւ Հայաստանում։ It maybe comes from the situation in which Հնարավոր է, որ պատճառն այն վիճակն է, որում հիմա Հայաստանն ու հայերն են, որովհետև համոզված եմ, դուք գիտեք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, Արցախում։ Եվ կատարվածից հետո մենք զգում ենք, որ ցեղասպանության նույն վտանգն է կախված մեր գլխին, որովհետև ականատես եղանք, թե ինչպես ցեղասպանությունն իրագործած թուրքերը, որոնք պահանջում են լռել ցեղասպանության մասին, տալ իրենց միջանցք Հայաստանի տարածքով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է խոսքս, աչք են դրել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքը կոչում է պատմական ադրբեջանական հող, Արևմտյան Ադրբեջան, եւ մենք գիտենք, որ հայոց ցեղասպանությունն իրագործելու պատճառներից գլխավորը հայկական տարածքների վերահսկողությունն էր։ Այնպես որ մենք այսօր եւս զգում ենք ցեղասպանության վտանգը։ Ինչ կասեք արտաքին աշխարհի մասին։ Դուք տեսնում եք հայերին սպառնացող այս վտանգը, օրինակ Ավստրիայում, որտեղից եկել եք։ I try to do my best to make people aware of this in the country. In Austria or in Germany when I do Ինքս փորձում եմ անել առավելագույնը, որ մարդիկ Ավստրիայում կամ Գերմանիայում տեղեկացված լինեն այդ մասին, երբ ներկայացնում եմ իմ գիրքը, բայց իմ տպավորությամբ իրազեկվածությունը շատ բարձր մակարդակում չէ։ Իմ գրքում հիմնականում անդրադառնում եմ 1920-ականներին եւ պատերազմից հետո տեղի ունեցածին, ինչպես նաեւ Լոզանի պայմանագրին, երբ հանկարծակի բոլոր խոստումները, որոնք մեծ տերությունները տվել էին հայերին, չեղյալ հայտարարվեցին եւ ոչ ոք այլևս չէր հետաքրքրվում, թե ինչ եղավ հայերի հետ։ Շատ դժվար է չնկատել զուգահեռներ այսօրվա իրողությունների հետ։ Իհարկե, չենք կարող համեմատել պատմական իրավիճակները, դրանք միշտ ունեն իրենց յուրահատուկ դինամիկան, բայց զուգահեռ կա այն առումով, որ մենք որպես Եվրոպա իսկապես պետք է ավելի համերաշխ լինենք եւ իսկապես պետք է ավելի շատ գիտակցենք այս վտանգը, որը սպառնում է Հայաստանին։ Be more solidaric and we really should be more aware of this danger that threatens Armenia, I think. What do you see the reasons? Որոնք են ըստ ձեզ պատճառները, որ ինչպես դուք նշեցիք, մենք Եվրոպայից ավելի շատ համերաշխության կարիք ունենք։ Հետևաբար, անհրաժեշտ չափով այդ համերաշխությունը չկա։ Ինչու Եվրոպան լռեց Արցախում հայերի հետ կատարվածի ժամանակ։ Ինչու չարձագանքեց, ջանքեր չգործադրեց կանխելու համար, եթե դեմ չեք, որ հարցս այս կերպ ձևակերպեմ։ They kept silent. Well, I think it's always a number of
various reasons, usually in this kind of situation. Կարծում եմ այսպիսի իրավիճակներում սովորաբար միշտ կան մի շարք տարբեր պատճառներ եւ հավանաբար ամենակարևորն այն է, որ նախ եւ առաջ շատ այլ վայրերում, որոնք ավելի մոտ են Եվրոպային կամ հավանվում են ավելի մոտ Եվրոպային, այժմ կան բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ։ Սա հավանաբար բացատրություններից մեկն է, բայց մյուս բացատրությունն իհարկե տնտեսական, աշխարհաքաղաքական շահերն են, էներգետիկ շահերը։ Economic, geopolitical interest, energy interest. Նկատի ունեք Ադրբեջանը եւ գազը։ Դե դուք տեսել եք, որ Եվրոպան փորձում է լավ գործարքներ կնքել Ադրբեջանի հետ գազի համար։ Այսպիսով, այս հանգամանքը ցավոք կարևոր դեր է խաղում։ So you are European, Austrian, you have no Armenian background. Դուք եվրոպացի եք, ավստրիացի, հայկական արմատներ չունեք, բայց հետաքրքրված եք եւ գիրք եք գրում հայերի համար այսքան կարևոր եւ այսքան զգայուն թեմայի Նեմեսիսի գործողության մասին։ Ինչու՞։ Operation Nemesis. Why? Yeah, this is a good question. Այո, լավ հարց է։ Եվ շատ հայեր են զարմանում, երբ իմանում են, որ ես հայկական ծագում չունեմ, եւ հետաքրքրված եմ այս ամենով։ Պետք է ասեմ, որ ձեր հարցին մեկ պատասխան չկա։ Պատասխանները մի քանիսն են։ Մեկը շատ հստակ է։ One being very clearly, when I found out about the Armenian genocide, and that was maybe like for many others in the German-speaking world, was when I read Franz Werfel. Երբ իմացա հայոց ցեղասպանության մասին, կարդալով Ֆրանց Վերֆելի Մուսալերան 40 օրը վեպը, գերմանախոս աշխարհում հենց այս վեպով են շատերը բացահայտել, որ եղել է հայոց ցեղասպանություն, ցնցված էի։ Այս առումով մեր երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Ավստրիան, որոնք Օսմանյան կայսրության դաշնակիցներն էին, մենք իրականում չգիտեինք ցեղասպանության մասին։ Մենք դրա մասին չենք սովորում անգամ դպրոցում։ Արդյունքում Ավստրիայում եւ Գերմանիայում քչերը գիտեն ցեղասպանության մասին։ Կարծում եմ, որ սա լավ չէ ոչ միայն հայոց ցեղասպանության, այլև մարդկության դեմ այս տեսակի հանցագործությունների մասով առհասարակ։ Թեմայի մասին չխոսելու պահանջը միշտ նշանակում են, որ դուք ունեք որոշակի հիմք հետագա սրման եւ հետագայում նման հանցագործության համար։ Մյուս կողմից, իմ կարիերայի սկզբում աշխատել եմ մարդու իրավունքների եւ դիվանագիտական ծառայությունների ոլորտներում։ Ականատես եմ եղել 1990-ականների ցեղասպանություններին Հարավսլավիայում, Ռուանդայում եւ կարծում եմ, որ այս միտումը միշտ այնքան վտանգավոր է, որ առաջին ցեղասպանությունը ժխտելուն հետևեցին այս հանցագործությունները։ Այս փաստերի բացահայտումը մեծացրեց իմ հետաքրքրությունը, մանավանդ որ միշտ հետաքրքրված եմ եղել արդարությանն առնչվող խնդիրներով։ And then denying this crime is such a terrible thing. So all of this raised my interest, and it was always justice was always something that interested me so much. Հայոց ցեղասպանությունը Թուրքիան ոչ միայն ժխտում է, այլև պահանջում է, որ Հայաստանի կառավարությունը նույնն անի, փակի հայոց ցեղասպանության էջը, որ հայերը, հատկապես հայկական սփյուռքը, որը ցեղասպանության հետևանքն է, լռեն ցեղասպանության մասին։ Այդ կերպ փաստացի փորձում են մեզ մասնակից դարձնել ցեղասպանությունը հերքելուն։ Ինչու են սա անում, եւ պետք է արդյոք մենք գնանք այսպիսի զիջման, հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Հնարավոր է լռել հայոց ցեղասպանության մասին առհասարակ, փակել պատմության այս էջը, չստանալ որևէ այսպես ասենք արդարություն, անգամ ճանաչում Թուրքիայից, բայց ունենալ նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Սա հնարավոր է ձեր կարծիքով։ Possible to forget about the Armenian genocide, to close this topic, to not get any justice, at least recognition from the Turkish side, but have normal relations with Turkey. Is it possible in your opinion? Well, of course it's not up to me as Իհարկե, որպես դրսից եկած մեկը, ես չէ որ պետք է խորհուրդներ տամ Հայաստանի քաղաքական գործիչներին, թե ինչպես գործեն, բայց այս ամենն ասելով հանդերձ, ինչպես արդեն նշել եմ, կարծում եմ, որ շատ վտանգավոր է իրականում չհասկանալ պատմության այս էջը, եւ իսկապես համոզված եմ, որ դուք նույնը տեսնում եք նաեւ շատ այլ ցեղասպանությունների դեպքում, նույնիսկ եթե դրանք տեղի են ունեցել շատ վաղուց, եթե դուք իսկապես չեք աշխատում արդարության համար, եթե դուք ժխտում եք այն, եթե մոռանում եք դրա մասին, կարծում եմ, լավ հիմք չեք ստեղծում ապագա խաղաղության համար։ If you don't really work on it, if you deny it, if you forget about it, this is not a good basis for future peace, I think. There is a statement
from the Armenian Foreign Ministry that the international Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Ինչպես եք ընկալում այս հայտարարությունը, եթե հաշվի առնենք, որ ճանաչման գործընթացը նաև կանխարգելիչ գործառույթ ունի։ Կարևոր է միջազգային ճանաչումը, թե մենք կարող ենք ուշադրություն չդարձնել այս հանգամանքին։ Recognition process of the Armenian genocide, or we can give up on this. I think it's very dangerous. Denial and silence on a crime. Կարծում եմ, դա շատ վտանգավոր է։ Մարդկության դեմ կատարված հանցագործության ժխտումն ու լռությունը վտանգավոր են այն առումով, որ հեշտությամբ կարող են հիմք հանդիսանալ նոր բռնության համար եւ իրականում լավ հիմք չեն հանդիսանում խաղաղության համար։ Բայց կա նաեւ մյուս կողմը։ Կարծում եմ, որ Հայաստանն իսկապես կարիք ունի միջազգային համերաշխության հենց հիմա եւ միջազգային հանրության համերաշխությունը հավանաբար օգտակար կլիներ, եթե միջազգային հանրությունն ավելի լավ տեղյակ լիներ, թե անցյալում ինչ է պատահել հայերի հետ եւ տեսներ ամբողջական պատկերը, քանի որ ներկա զարգացումները արմատներ ունեն անցյալում. Because current developments do have their roots in the past. There are very different opinions. Վերադառնալով ձեր գրքին, տարբեր կարծիքներ կան ձեր հերոսների նրանց իրագործած օպերացիայի մասին, Շահան Նաթալիի, Սողոմոն Թեհլիրյանի, Արշավիր Շիրակյանի եւ մյուսների մասին։ Խոսքս հատկապես թուրքական կողմի դիրքորոշման մասին է, եւ կարծում եմ դուք գիտեք, թե ինչ մոտեցում ունի Թուրքիան այս հարցում։ Սա հաշվի առնելով կարևորում եմ ձեր կարծիքը։ Ինչի մասին էր Նեմեսիս օպերացիան եւ ովքեր էին այն իրագործողները։ Well, maybe I should start with the more general view. Գուցե պետք է սկսեմ ավելի ընդհանուր տեսակետից, թե ինչու ընտրեցին նաև այս թեման հետազոտելու համար։ Միշտ հետաքրքրված էի եւ մտահոգված, ինչպես ասացի, անցյալում էլ աշխատել եմ ցեղասպանության առնչվող իրավիճակների հետ, հետեւյալ հարցով. About this question, what happens if the perpetrators of this kind of huge crime, of a crime against humanity, just can get away with it? Because this is something very worrying. How do the victims live with that? But also, what does it mean for the international community? Ինչ է պատահում, երբ այսպիսի հսկայական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության մեղավորները կարողանում են անպատիժ մնալ։ Ինչպես են զոհերը ապրում այս գիտակցումով, բայց նաև ինչ է դա նշանակում միջազգային հանրության համար։ Եվ կարծում եմ, որ Նեմեսիս գործողության ամբողջ պատմությունը շատ լավ ցույց է տալիս այս էթիկական եւ բարոյական դիլեման։ Ինչ է պատահում, եթե իրավական արձագանք չկա, լինի ազգային թե միջազգային մակարդակում այս տեսակի հսկայական հանցագործությանը, կամ մեջբերեմ Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության մասին կոնվենցիայի հեղինակի ձևակերպումը, երբ նա առաջին անգամ լսեց Բեռլինում Թեհլիրյանի դատավարության մասին, ասաց. Ինչպես կարող է պատահել, որ մեկ մարդու սպանությունը հանցագործություն է, բայց հանցագործություն չէ, երբ սպանում ես 1 միլիոն մարդու, եւ սա կարծում եմ Նեմեսիս գործողության հետ կապված ամենահետաքրքիր բարոյական, էթիկական եւ իրավական հարցն է։ Այս տեսակի գործողության դեպքում ուղերձը շատ պարզ է։ Ուղերձն այն է, որ մենք երբեք չպետք է մարդկության դեմ հանցագործության եւ ցեղասպանության իրավիճակում զոհերին մենակ թողնենք։ Արդարադատությունը իդեալական դեպքում պետք է լինի միջազգային հանրության կամ ազգային դատարանների պատասխանատվությունը։ Երբեք զոհերին պետք չէ թողնել նման իրավիճակում։ Եվ սա կարծում եմ այս ամենի շուրջ ծագած հսկայական բարոյական հարցերից մեկն է։ The responsibility of ideally the international community or national courts. So never bring victims in this kind of situation. And this, I think, is one of the huge moral questions around it. Վերջին շաբաթներին, իրականում արդեն ամիսներին, Թուրքիայում հակաերդողանական, հակաիշխանական բողոքի ակցիաներ են։ Եվ հերթական անգամ այդ ցույցերի ժամանակ պարզ դարձավ, որ ոչ միայն Թուրքիայի ներկայիշխանությունը, այլև ընդդիմությունն է հերքում հայոց ցեղասպանությունը։ Վերջին շաբաթներին, արդեն ամիսներին, Թուրքիայում հակաերդողանական, հակաիշխանական բողոքի ակցիաներ են։ Եվ հերթական անգամ այդ ցույցերի ժամանակ պարզ դարձավ, որ ոչ միայն Թուրքիայի ներկայիշխանությունը, այլև ընդդիմությունն է հերքում հայոց ցեղասպանությունը, որովհետև ընդդիմության ցույցերին բարձրացվել էին ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների Թալիաթի, Ջեմալի, Էնվերի նկարներով պոստերներ։ Ինչպիսի թուրքերի առաջ են կանգնած հայերն այսօր։ What is happening in Turkey, in your opinion?
One observation being Մի դիտարկում, որը շատ հետաքրքիր է եւ զարմանալի շատերի համար, որոնք կարդացել են իմ այս գիրքն ու քննարկել թեման ինձ հետ։ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո իրականում դատավարություններ եղել են ցեղասպանության կազմակերպիչների դեմ։ Սա անակնկալ է շատ մարդկանց համար, որոնք այդքան էլ ծանոթ չեն պատմությանը։ Այսպիսով, որոշակի պահի ակնհայտորեն Օսմանյան կայսրությունը ճանաչել է ցեղասպանությունը եւ եղել են դատավարություններ, ապա իհարկե ամեն ինչ փոխվել է։ Recognized this and there were trials. Then, of course, it changed with the... Այո, հայտնի է ինչ եղավ այդ դատավարություններից հետո։ And then, well, out of the trials, there was a big change and the perpetrators became heroes again. Եվ հետո դատավարություններից հետո մեծ փոփոխություն տեղի ունեցավ։ Մեղավորները կրկին հերոսներ դարձան։ Այսպիսով սա մեկ դիտարկում է, բայց կարևոր, քանի որ նշանակում է, որ իհարկե պատմության ընթացքում եղել են նաև այլ տեսակետներ։ Մյուս դիտարկումն այն է, որ գուցե միշտ վտանգավոր է համատել տարբեր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների իրավիճակները, քանի որ յուրաքանչյուրն ունի իր սեփական դինամիկան եւ իր սեփական մանրամասները։ Բայց գալով մի երկրից, որը նույնպես ցեղասպանություն է իրագործել, երբ խոսքը հասնում է Երրորդ Ռայխի անհավանական ցեղասպանական ակտին, դժվար է հասկանալ ժխտողականությունը։ Օրինակ, մեր երկրում արգելվում է ժխտել հոլոկոստը։ Դա արգելված է օրենքով։ Արդյունքում բոլորի համար շատ պարզ է, որ կատարվածը երբեք չպետք է կրկնվի, եւ հաշվի առնելով սա, բարդ է հասկանալ, ընկալել, որ այլ երկրներում ցեղասպանության մեղավորները հերոսներ են։ Because after this experience, it is very clear that for everybody this must never happen again. And with that in mind and having experienced this, it is very difficult to understand that in other countries perpetrators of a genocide are heroes. Armenia, Turkey Եվ Հայաստան, Թուրքիա, հայեր, թուրքեր ցեղասպանությունից 110 տարի անց ինչպես շարունակել, կառուցել հարաբերությունները. In which way we can continue develop our relations? Well, I hope very much that there can be a basis can be found for peaceful and understanding relations. Մեծ հույս ունեմ, որ խաղաղ եւ փոխըմբռնման հիմքով հարաբերություններ կառուցելու ճանապարհ կգտնվի, բայց ինչպես ավելի վաղ եմ ասել, բարդ է զարգացնել խաղաղությանը եւ փոխըմբռնմանը միտված հարաբերություններ, եթե ամբողջությամբ անտեսում ես անցյալում կատարվածը։ Totally block out what had happened in the past. Շնորհակալություն այս հարցազրույցի համար։ Մենք առավելագույն չափով արժևորում ենք ձեր հեղինակած գիրքը, ձեր կատարած աշխատանքը մեր իրականության այս զգայուն ժամանակահատվածում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք դիտում եք Իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։